Խայտարակություն է ըստ դիտորդների զինծառայողների քվեարկությունը մինչև կեսգիշեր։ Մեղրիի 35 դրով 65 ընտրատեղամասում էր հունիսի 7-ին պայթել սկանդալը։ 480 զինվորական է եղել տարածքում ու բոլորին ներս են թողել։ Դիտորդները, որ 1000 ու մի ընտրախախտում են տեսել, ասում են ապշած են Մեղրիում տեղի ունեցածից։ Ինչու են քվեարկության ավարտից հետո մոտ 500 հոգու թույլատրել քվեարկել մի տեղամասում։ Ընտրական կարգը պահանջում է, որ ընտրատեղամասի ներսում առավելագույնը 15 քվեարկող պետք է լինի միաժամանակ, եւ ընտրատեղամասի դռները փակվելուց հետո որևէ ընտրող պետք է ներս չմտնի։ Օրենքը նաև ասում է ընտրատարածքում գտնվող անձիկ իրավունք ունեն քվեարկել, ոչ թե ընտրատարածքի կողքում, միջանցքում, դրսում գտնվող անձիկ։ Եթե վիդեոներն էլ նայեք, մենք ուղիղ հեռարձակման էինք հետևում, միանշանակ 480 հոգի սենյակում չէր կարող գտնվել է շատ ավելի քիչ, այսինքն ընթացքում մարդիկ դուրս են եկել, նոր մարդիկ ներս են եկել, ու նույնիսկ այդ ընթացքում ընթացակարգը չի պահպանվել։ Այս կադրերը եւս հեռարձակվել են Մեղրիի այն տեղամասից, որտեղ զինվորականների աննախադեպ հոսք է եղել ժամը 20-ից հետո։ Դիտորդները անհանգստացած զանգել են ընտրատարածքային հանձնաժողով պարզելու, ինչու է քվեարկությունը շարունակվում ընտրատեղամասի փակվելուց ավելի քան 3.5 ժամ անց։ Դիտորդներին հավատացրել են, թե իբր ԿԸՀ-ի կայքի տեսախցիկը ուղիղ ռեժիմով չի կադրերը փոխանցում։ Զինվորականների քվեարկությունը մի քանի ժամ առաջ է եղել, քվեարկությունն ավարտված է։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ասում է, որ զինծառայողները ժամանակին են գնացել քվեարկության, իսկ թե ինչու են երեկոյան 8-ից հետո քվեարկել, պետք է հարցնել ընտրական հանձնաժողովին։ Համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների, երբ որ քաղաքացին, զինվորը կապ չունի, զինվորը նույնպես քաղաքացի է, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է նա շարունակի իր ժամանակդարական պարտքի կատարումը։ Դրա մասին խոսքը նրա մասն է, որ 8-3 են մտել, ոչ թե ներսում են։ Այդ հարցերը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կա, ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներ կան, թող իրենք մեկնաբան։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ զինվորականների աղմկոտ քվեարկությունն այսպես է պատճառաբանում։ Հանձնաժողովների տարեց անդամները դանդաղ են աշխատել, ու այդ պատճառով զինծառայողներին հոչ են զրկելու ընտրելու իրավունքից։ Եվ կոնկրետ մի տեղամասում միայն քվեաթերթիկները 18 քվեաթերթիկները դասավորել ծրարը տալը եւ մենք երբ որ ուղի եթերով նայում ենք, ես ժամ պահեցի 3 րոպե էր տևում։ Եվ տեղամասային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ասում են ինչ անենք։ Զինվորները մտնում են ներս, այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը, կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք։ Ընտրախախտումների տեղատարափ է եղել հանրապետության գրեթե ամբողջ տարածքում, ասում են դիտորդները, որոնք ընտրություններից 2 օր անց էլ շարունակում են հազանգեր ստանալ։ Այս ամենը գերազանցել է շուրջ 365-ը եւ դրանցից թոփերը առանձնացրել ենք։ Արդար Քվե դիտորդական առաքելությունը 22 ընտրախախտման վերաբերյալ դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դրանք մանրակրկիտ ուսումնասիրել են եւ կարծում են, որ այդ խախտումները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա։ Որոշակի քվեարկության թերթիկներ բացակայել են քվեարկության օրը եւ մարդը չի կարողացել տվյալ քաղաքական ուժի քվեարկության թերթիկը ստանալ։ Կոնկրետ կան կոնկրետ համար 3-ի համար ենք մենք արձանագրել եւ Գյումրիում եւ Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Արդար Քվե եւ Ազատ Քվե դիտորդական առաքելությունների ղեկավարները ասում են, որ իրենք հազանգեր ունեն նաեւ, որ որոշ ընտրատեղամասերում նախապես իրար վրա շարված են եղել քվեաթերթիկները։ Այն դեպքում, երբ ըստ կարգի քվեարկողի աչքի առաջ պետք է դասավորվեն թերթիկները քաղաքական ուժերի համարների հերթականությամբ։ Հանձնաժողովի անդամները պատճառաբանում են, որ մարդկային գործոն է եղել եւ միտում չի եղել, ամեն դեպքում մենք արձանագրությունները կազմել ենք, բայց հետագայում կրկին նույն ընտրատեղամասում էլի նույնը կրկնվել է։ Քաղաքացիներ են արձագանքել, ահազանգել մեզ, որ քվեաթերթիկից տարբեր քաղաքական ուժերի մասին է խոսքը սա, քվեաթերթիկից երկուական են տալիս եւ նրանք մեզ ուղիղ հարց են հղում, ասում են գուցե սա այն պատճառով է, որ տվյալ քվեաթերթիկը սպառվի եւ հետո խնդիր ունենա քվեարկողը։ Դիտորդները չեն բացառում, որ ընտրական հանձնաժողովների անդամները միտումնավոր փորձել են մոլորեցնել ընտրողներին, ազդել ազատ քվեարկության վրա։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։